Մեծ լվացք եմ սկսել, սիրելի հետևորդներ ջան, անկողինը լվացել եմ, փռած է, հիմա հաջորդ լվացքը կփռեմ և էլի կա, քանի որ եղանակը փոխվելու է, ուզում եմ ամեն բան արագի մեջ կազմակերպել, այստեղ ձիուկն եմ լվացել, Տիգրանը շատ էր սիրում այս ձիուկ խաղալիքը, սա տարիներ առաջ Տաթևիս համար էի գնել, երբ որ փոքր էր, և Տիգրանը սրան շատ սիրեց, քանի որ շատ էր խաղացրել, սպիտակը մի քիչ գույնը փոխել էր և լվացել եմ, այստեղ ուղղումներ կկատարեմ իր թամբը վրան, մի խոսքով մեքենան շատ լավ լվացել է ձիուկին, ականջներից եմ կախելու, նաև իմ սիրելի շունիկ խաղալիքն էր սիրել Տիգրանը, սա էլ եմ լվացել, և իմ շինշիլա ծածկոցը իր բարձերով, որը նույնպես Տիգրանին շատ դուր էր եկել, և այս շինշիլա ծածկոցին Տիգրանս փումփուլիկ էր ասում, այսպես սիրելի հետևորդներ ջան, սրանից հետո սրբիչները կբերեմ լվալու, որից հետո կգնամ աշխատանքի, այսպես, և տանեմ դրսում կախեմ, բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ուզեցի բարի լույսս դրսից փոխանցել ձեզ, ինչպես եք սիրելի հետևորդներ ջան, ես լավանում եմ, ձայնս այսօր մի քիչ փոխվել է, շատ չեմ հազացել և ջերմություն չունեմ, ամենայն դեպս այս պահին լավ եմ զգում, եթե հանկարծ չկրկնվի, ջանս լավ ապուրում, շատ եմ սիրում լվացքի հոտը, հատկապես եթե անուշ բույրերով լվանում ենք, ավելիս եմ նայում, սիրել հետևորդներ ջան, եղանակը փոխվելու վրա է, այստեղ ևս լավ է, քանի ձյուն կամ անձրև չի եկել, լվացքս փռեմ, մի կոմ բերեմ, որ անկարծ ներքև չընկնի, այսպես, ինչ եղավ, վախեցիք, այսպես, մյուս կողմում անկողիններն եմ լվացել մեր, և այսպես, այս ձևով եմ փռում, որ էլի կա լվացք տեղավորվի, եթե լվացքս քիչ է լինում, ամբողջական բացած եմ փռում, չնայած մեքենան համարյա թե չոր է հանում, այսպես, առաջվա տարիներին երկար ռոլիկ ունեինք, ահա այս ռոլիկը դեռևս մնում է այն կողմ, մի փոքր մաս երևում է, սա նույնպես ուզում եմ շրջել, այսպես, մյուսը, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ մերոնք տեղ են հասել, բայց այդ մասին ուզում եմ սրճելու ընթացքում խոսեմ, հա, հիմա արագ փռեմ լվացքս, ծիպ, ճուտիկներին նույնպես բաց եմ թողել, դրա համար եմ ծիպ ասում, Գիշերը կարելի ասել
չեմ քնել, չենք քնել։ Այդ մասին զրույցս երկար է, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այս երկու խաղիք կփռեմ, հետո սրբիչները մեքենայի մեջ կմիացնեմ ու ես կգնամ աշխատանքի, չուշանամ հանկարծ։ Այո, այսպես ականջներից կախեմ։ Ու բուշիկա։ Հետո ձիուկը։ Քանի որ ձիու տարի է, հորոսկոպով, չնայած բոլորս էլ սիրում ենք չէ ասել, Աստծո տարի է, ամեն դեպքում այդ հորոսկոպով տարի նշելը, սիրելի հետևորդներ ջան, իմ համար խաղի է նման, ես այդպես եմ ասում։ 12 տարի առաջ էի գնել տաթևիս համար, նորից եմ ուզում ցույց տալ գեղեցկուհի ձիուկին, հեքիաթների թռչող թևավոր ձիուկը, երազանքների ձիուկն է, երբ որ ասենք մուլտիկներում, հեքիաթներում ցույց են տալիս, չէ, ինչպես է ձին թռչում եւ իր հերոսին կամ հերոսուհուն երազանքների գիրկը տանում, ես այդպես եմ միշտ ասում։ Վերցնեմ, հետո նա կվերցնեմ։ Մի խոսքով շատ լավ զրույցներ ունեմ ձեր հետ անելու, բայց աշխատանքից կվերադառնամ նոր սիրելիներս։ Այսպես։ Ձիուկ, ձիուկ, երազանքների թռչող ձիուկը։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, սրբիչներն էլ տեղավորեմ ու վերջ։ Սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից նոր եմ տուն եկել և պայսակստանը դրեցի ու անմիջապես գնացի, որ հավերին ու ջուտերին մի հատ նայեմ, անընդհատ անհանգիստ եմ իրենց համար։ Ահա, ամեն բան նորմալ է, լվացքն էլ չորացել է։ Եվ արդեն կարող եմ հավաքել տեղը մյուսը փռել։ Հիմա տեսնենք ձիուկը և շունը նույնպես չորացել են հավանաբար։ Գիտեմ, որ շուտ են չորանում։ Հետո կբերեմ, սրբիչեղենը կփռեմ։ Ցամաքը լավ էլ հասցրել է ցամաքել քամոտ տեղը ու քանի դեռ եղանակը չի փոխվել, ուզում եմ, որ շուտ չորանա, անտեղի չտանեմ այդքան շուտ լվացքը, տանը կախոցին կախեմ։ Կամ լավ սրանք թողնեմ։ Ամեն բան արագի մեջ կազմակերպեմ։ Գործերս հասցնեմ։ Կան գործերը համարյա թե վերջացրել եմ, լվացքներ մնում։ Իմ նոր սրբիչն եմ լվացել, սիրելի հետևորդներ ջան, օգտագործելուց առաջ պարտադիր լվանում եմ։ Լավն է, շատ լավն է, շատ եմ սրտով է։ Մյուս կողմում չեմ փռում, այնտեղ լվացքը նույնպես հավաքել եմ, քանի որ այնտեղ էլ ուզում եմ բազմոցի շորերը փռել, նրանք ավելի մեծ են, և այստեղից կսկսեմ սրբիչները կախել, քամի է ու շուտ կչորանա, կարելի ասել համարյա հարթուկած վերցնում ենք, երբ որ հատկապես լվացքը խոնավիճակում մի քիչ ուժեղ թափ ենք տալիս և ուղղվում է, շատ քիչ է հարթուկելու կարիք լինում։ Այսպես։ Ովիդներ, ձայնս լսել են,
Տեսակերի ժամն էլ է, բայց ուզում եմ, որ ձեր հետ մի հատ անպայման կոֆե խմեմ, սիրելի հետևորդներ ջան։ Մոտ մի ժամ կա, բայց ընդհանրապես այս ժամերին, որ ինձ տեսնում են կամ ձայնս են լսում, արդեն կեր են ուզում ինձանից։ Գետինը բաց է, սառած չէ, կանաչ խոտել կա, իրենք արածում են, էլի այսպես եմ փռում, միշտ սիրել եմ, որ բաց փռեմ, այսպես, այստեղ է նաև սփռոցները, մեծ և փոքր, ասիք տեսնեմ, ձեր գործերը վերջացրել եք, սիրելի հետևորդներ ջան, այստեղ երկու սրբիչ կամ մյուս կողմից կփռեմ, և ահա այս սփռոցներն են, փոքրը, և այստեղ փռեմ, փոքր սրբիչները մյուս կողմից կփռեմ, կամ էլ այս կողմից երկրորդ երես կփռեմ, և մեծ սփռոցը, անցյալ տարի էի գնել Վանաձորից, էլի նոր տարվա առիթով, և սա կմնա իմ այն սեղանի վրա, մյուս սենյակում, տեղափոխություններ եմ կատարել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեք, որ նոր սեղան ունեցա, այսպես, լավ մեծ է սա, ձեր կոֆեն սկսեք պատրաստել, շուտով ես էլ գալիս եմ իմը եփելու, միասին խմենք։ Այդ սփռոցս բացած եմ փռել և ավելի շուտ կչորանա։ Հետո այստեղ մուկ սրբիչները, շարունակեմ գործս, ինոք, ցուրտ եմ երդում, մարդ է գալիս, այսն է։ Այսօր կարելի ասել ամբողջ օրը մեքենան միացրի, սիրելի հետևորդներ ջան։ Նաև լվացքի պահով ոնց որ թե շատ միացած ես, չէ, ասեմ թե ինչի։ Գիտեմ, որ լվացք փռելը քաղաքներում, շենքերում հատկապես արգելված է, համ փռում էի, համ մտքիս էլ էի մտածում։ Ասեցի տեսնեմ, ինչ կասեք այդ մասին, հա, կարողանում եք լվացք փռել, շենքերում ապրողներ ջան, քանի որ մենք հայրս սիրում ենք մեր լվացքը դրսում փռել, արևի հոտը բույրը վերցնի մեր հագուստը և ամեն ինչը, համ էլ դե գիտեք, որ արևի տրամամշակագույն ճառագայթները լավ են նպաստում մեր ամեն մի փռած հագուստի վրա, հատկապես փոքր երեխաների, ու բացի այդ էլ սիրելի հետևորդներ ջան,
տոնը խոնավությունից ծերծ է մնում և ամեն բան լավ է լինում, այդ մասին կուզեմ, որ ինձ գրեք սիրելի հետևորդներ ջան։ Ճիշտ ասած, ես զգում եի, որ իմ լվացքի գործով մի քիչ երկարում եմ ձեր հետ միացած, բայց ճիշտ ասած, հենց դա էր նպատակը։ Հիմա էլ, որ մեքենան պտտում է արդեն, վերջին պահերն է զգում եմ արագությունից, բազմոցի շորերն են, որից հետո էլի ունեմ պտտելու, հագուստներ են արդեն և արդեն նրանք առանց ես կփռնեմ, արդեն մթնում է, հենց որ լվացքս փռեցի, չկարողացա հանգիստ մնալ, գնացել եմ հավերին ու ջութերին կերակրել եմ, ասեմ, որ այնտեղ բոմբուրներ կար թափված և հասկացա, որ իմ ջութերին ձերանեկելու հենց տեղում կերել էր։ Դե ոչինչ, այդպես էլ ալինում նայ պետքա կշտանա չէ, նոր տարյանի։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր նոր տարի է 5 տոմարով, հիմա կոֆեզ որ կեփի, ուզում եմ գնալ հյուրասենյակ, տոնածառի մոտ և այնտեղից ձեր հետ զրուցել։ Ոնց որ թե լվացքս վերջացել է, կհասցնեմ մեքենայից հանել, հետո նորը միացնել և ժամանակ ունեմ, և չի թափվի։ Այս ես լավ տեղին հասցրեցի պղպջակների հանում, սիրելի հետևորդներ ջան, միայն կոֆեն կլսնեմ ու նոր կգնամ բազմոցի շորերը փռելու, իսկ արդեն հագուստեղենը լցրել եմ մեքենան, հիմա պտտում եմ։ Այս բաժակով եմ ուզում կոֆե խմել և հյուրասենյակ եմ գնալ, ինչպես որ ասեցի։ Արի։ Այսքան երկար տևում է կոֆե եփելը, ընդամենը 1 բաժակ, բայց թե չենք դժգոհում, էլի լավ է, արդեն եփվեց, բարձրանում է, վերջ, կտանեմ հյուրասենյակում նոր կլսնեմ, որ այսքան ճանապարհը հեշտ գնամ, գնացինք, այստեղ չունենք։ Ես եկա սիրելի հետևորդներ ջան։ Դուք էլ ձեր կոֆեն լցրեք և միասին խմենք։ Սիմանն է եկել։ Շատ ադուր գալի իրան տոնածառի լույսերը։ Գնում գալիս կողք կանգնում ու զարմացած նայում եմ։ Այստեղ բոմբոներ կայի տուփն է, սիրելի հետևորդներ ջան, ջազվան դրա վրա կողավորեմ։ Եվ քանի որ այսօր 5 տոմարով նոր տարին է, սիրելի հետևորդներ ջան, շնորհավորում եմ բոլորիդ 5 նոր տարին, այդ 5 տոմարով նոր տարին բոլորիս կյանքում լավ հիշողություններ կա մնացած այդ օրերից, հատկապես բարձր տարիքի մարդկանց մոտ, ով այդ ամենի միջով ավելի հեքիաթային ձևով է անցել, քան թե վերջին տարիներին է լինում։ Կյանքը գնալով փոխվում է, սիրելի հետևորդներ ջան, բայց մենք չենք փոխվում, մեր լավ հուշերը միշտ մնում են մեր հոգում ու մեր սրտում։ Ուզում եմ նաև այս լավ օրով ասել, որ մերոնք բարեհաջող տեղ են հասել, արդեն տանն են, Սաթենը և իր ամուսինն են գնացել դիմավորելու և ամեն բան լավ է ընթացել, չնայած որ թռիչքը նորից ուշացումով է գնացել, շատ էինք անհանգստացել, բայց որ արդեն վերջում ամեն բան լավ է լինում, արդեն այդ անհանգստությունները մոռանում ենք, հա, Սիմա ջան,
Ինչ ես ուզում, զարմացել ես, Սիմային այստեղ այդքան էլ չեմ թողնում գա, քանի որ այստեղ էլի բաներ կա, որ Սիման կարող է հանկարծ կպչել։ Ամեն դեպքում այստեղ սուրճի հետ վայելելու համոություններն են, իմ Սիմոջկան շատ է սիրում ընդեղ են և ես դրա համար չեմ թողնում, որ ինքը այստեղ գա։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն թռիչքը 3 գիշերը 2:40-ը որ պիտի լիներ, ուշացումով եղել է առավոտյան ժամերին, ժամը 5-ին, այդքան ուշացում է եղել և մենք էլ բոլորս սպասողական և անհանգիստ վիճակում էինք, իհարկե նման դեպքերում դե գիտեք, թե ինչ ապրումների միջով ենք անցնում, փառք Աստծո, կարևորը նա է, որ ամեն բան լավ է ընթացել։ Քանի որ սրտով ուզում էի ձեր հետ կոֆե խմել, կամաց կոմարկում խմենք սիրելիներս։ Լուսամուտից երևում է, որ դեռևս լույս է և 5:35 րոպե, օրերը երկարել են, ցերեկը երկարել է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ նաև ձմեռային գիշերահավասարն է եղել և արդեն գնալով մեր ցերեկները երկարում են, շատ ավելի լավ, շատ անելիքներ ունենք և արևի լույսի կարիքը բոլորս էլ ունենք, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ուրեմն երբ որ մերոնքը տեղ են հասել ու արդեն պահն է եկել, որ պիտի ճամպրուկները բացեն, նվերները հանձնվեն, աննկարագրելի երջանկության պահեր են ունեցել իմ թոռնիկները, այդքան շատ նվերներ ստանալուց, Աթենա ամենը ինձ ցույց է տվել, վիդեոյի արել ցույց է տվել իմ թոռնիկների ապրումները, երջանկության այդ զգացումները, փայլփլուն աչուկները իրենց և ես նույնպես դրանից ինձ լավ եմ զգում, թեկուզ և հեռու, բայց երբ որ ամեն բան լավ է լինում, հեռավորությունը չի խանգարում, կարճանում է այդ հեռավորությունը, ինչ ասեմ, դե հիմա էլ արդեն իմ օրերը այսպես կընթանան, ես մենակ եմ, բայց ինձ մենակ չեմ զգում, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ միշտ չեմ ուզել ասել, որ ես մենակ եմ, այդ բառը չեմ սիրում և այդպես եմ միշտ ձեր հետ զրուցել, չեմ խուսափում, չեմ վախենում միայնությունից, շատ ուժեղ եմ, գիտեք ինձ արդեն կարևորը նա է, որ շրջապատված ենք լինում ընտանիքի հոգատարությամբ, լավ հարևաններով ու բարեկամներով, հիմա էլ որ իմ բարեկամները շատացան իմ տաթևի պահով և ավելի ինձ լավ ու ապահով եմ զգում առավել ևս։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այս օրերի ընթացքում շատ վազքի մեջ եմ եղել այս վիճակով, ինձ գրել էիք, որ իմ հիվանդանալու պատճառը ոչ թե վիրուսն է, այլ այդքան շատ վազքը, որ միայնակ կատարեցի, ձեր գրածով ասեմ, հա, տաքուհով եղա և իսկապես, նույնիսկ մի օր գնումների պահին ուժեղությունը սկսվեց, ցուրտ էր և մի խոսքով ուշամի էի տուն եկել, վազքի մեջ ենք որ լինում, նաև այդ պահերը չենք զգում, թե ոնց ենք մրսում, ամեն դեպքում միշտ մեղադրում ենք վիրուսներին, կաթեմ խմում կակաոյի յուղով, սիրելի հետևորդներ ջան, նաև հիմա ուզում եմ ասել ձեր առաջարկած բոլոր բաները, կներեք, որ թեպետ է ձեր անուններով չեմ նշում, թե ովքեր ինչ էին գրել, գիտեմ, որ դուք էլ գրառումները կարդում եք, նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր անհանգստությունների, ձեր բոլոր խորհուրդների համար, հոգաչափ շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ ջան, ինձ առաջարկել եք, որ կոնի մուրաբա թեյով օգտագործեմ, ասեմ, որ մեր տարածաշրջանում, ամենայն դեպս մեր գյուղում ընդունված չէ կոնի մուրաբա եփել,
դեռևս ոչ մի անգամ չեմ լսել, որ որևէ մի հարևանս կամ ծանոթս ասի, որ կոնի մուրաբա եմ եփում, ես էլ չեմ եփել, այլ միայն գիտեմ, որ անում են կոնի մուրաբան շատ են եփում, արդեն Ալավերդուց այն կողմ, Ստեփանավան, Վանաձոր, Երևան, այդ կողմերում են շատ անում, մեր կողմերում ավելի շատ ընդունված է անարատ մեղր և մուրաբաների բազմատեսակ համով մուրաբաներ, հատկապես պոպոքի մուրաբան, որին մենք կակալի մուրաբա ենք ասում, ասեմ, որ ես էլ ունեի կակալի մուրաբա, բայց մերոնք չուզեցին, քանի որ ավելի շատ ուզեցին, որ մեղր ուղարկեն, դե կակալի մուրաբան էլ չուզեցին։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այդ կոնի մուրաբան մեր մոտ ընդունված չէ, որ պատրաստեն, ես էլ չկարողացա ձեռք բերել, ինձ նույնպես հետաքրքիր է, երբևէ չեմ ճաշակել, համը չգիտեմ ինչպիսին է, միայն գիտեմ, որ շատ օգտակար է մրսածության հասի և մեր օրգանիզմի համար օգտակար է։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, նաև առաջարկել է լիքը դեղորայքների տեսակներ, անտիբիոտիկներ, բայց ասեմ, որ անտիբիոտիկը, երբ որ խմում ենք և շատ արագ մեզ օգնում է, նաև իր վատ հետևանքն է թողնում, ճիշտ է այդ պահին կարող է մենք չզգանք, բայց չուզեցի, որ անտիբիոտիկ օգտագործել, քանի որ նաև անտիբիոտիկից ալերգիա ունեմ, չուզեցի այդ բաների միջով անցնել։ Իսկ ինչ վերաբերվում է տնական այլ բաներին, ինձ առաջարկել եք ռեհանով թեյ, առաջարկել եք սև ողկը մեղրով և նմանատիպ լիքը շատ լավ բաներ եք առաջարկել, բոլորին ճիշտ է ես ծանոթ եմ, բայց շատ ուրախ եմ, որ առաջարկել եք ինձ, քանի որ երբ որ մարդը հիվանդանում է, պահի տակ այդ բոլոր օգտակար բաները մոռանում ենք և այո, ես նույնպես մոռացել էի այդ բոլոր օգտակար բաների մասին, միայն սևեռվել էի կաթի և մեղրի վրա, այդպես ասեմ, հա, և օրինակ ռեհանով թեյին նույնպես չեմ փորձել, կփորձեմ, ունեմ 4 ռեհան, դե կաթը դեռ ունեմ, ուզում էի, որ կաթով և կակաոյի յուղով այդ պահը արդյունքը տեսնեմ և նաև սխալ կլիներ, որ մի բանից մի բանը անցնեմ, չհասկանալով, թե որ մի բանը ինձ օգնեց, դրա համար էլ այդպես վարվեցի։ Ամեն դեպքում, սիրելի հետևորդներ ջան, ես զգում եմ իմ վիճակը գնալով լավանում է, կարծում եմ վաղը ավելի լավ կլինեմ, այսօր ջերմություն չեմ ունեցել, հազը այդքան շատ երկար չի եղել, որ պրիստուպի պես հազ է բռնում, շատ երկար չի եղել, թեթևակ է եղել, նշանակում է կաթը և կակաոյի յուղը օգնում է ինձ, ճիշտ է, տհաճությամբ խմեցի, աչքերս փակեցի, նոր խմեցի, բայց արեցի դա, սիրելի հետևորդներ ջան, նաև ասել եք, որ սուրճի մեջ կարագ լցնեմ, նոր խմեմ, այդ մեկը երբեք չեմ անի, քանի որ եթե այդպես վարվեմ, ուրեմն կնշանակի սուրճից կհրաժարվեի, քանի որ տարիներ առաջ այդպես էի արել և 2 տարի ընդհանրապես իմ սիրելի այս դառը կոֆեն չէի խմում, սիրելի հետևորդներ ջան, շատ բաներ կա մեր կյանքում, որ ամեն մեկս տարբեր ենք, ամեն մեկս մեր էությունով, մեր մտածելակերպով, մեր ճաշակով տարբեր ենք, նաև մեր հիվանդ լինել ենք, հա, տարբեր տանում այդ ցավը, բայց ամեն դեպքում մտքերով, որ իրար հետ ենք լինում, ավելի ուժեղ ենք լինում։ Ես մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այս օրերին եղաք իմ կողքին, նաև իմ վլոգներում շատ բարձր ակտիվություն եմ նկատել, դիտումների քանակը բարձրացել է, լայքերի քանակը բարձրացել է, որի համար ինձ շատ լավ եմ զգում, ուրախանում եմ, իմ արած գործով հպարտանում եմ, որ կարողանում եմ իմ շուրջ հավաքել այդքան շատ լավ ու բարի հետևորդներ, ճիշտ է նաև լինում են չար մարդիկ, չար հետևորդներ, չար խոսքեր,
բայց դրանց քանակը շատ քիչ է և իմ հզոր, մեծ հզոր բանակի պես ընտանիքը իմ յութոպյան ավելի ուժեղ է, քան այդ չնչին 1-2 պատահական, ինչ-որ մեկը, որ մտնում և պատահական իր, չեմ ուզում տհաճ բառեր օգտագործել, հասցնում եմ ջնջել և ուղարկել համապատասխան տեղ իրենց համար, իսկ մենք միշտ մնանք այսքան ջերմ, այսքան բարի, դրական էմոցիաներով փոխանցենք մեկս մյուսի, սիրելի հետևորդներ ջան, և միշտ այդպես շարժենք մեր ապրած կյանքի օրերում, որպեսզի երջանիկ զգանք մեզ և մեր գլուխը հանգիստ տնենք Բարձին, Աստծո առաջ էլ մեր խիղճը մաքուր լինի։ Սիրելի հետևորդներ ջան, շատ հաճույքով զրուցեցի ձեր հետ, այս վլոգը շատ թեթև ընթացավ, նաև ինձ գրել եք, որ շատ հարմար եմ զգում այսին նոր շորի մեջ, այո, ճիշտ եք նկատել, շատ հարմար եմ զգում, տաքուկ է, փափուկ է, թեթև է, չի կեղտոտվել և արդեն 4-րդ օրն է, որ կրում եմ իմ հագին, ամեն դեպքում, սիրելի հետևորդներ ջան, շնորհակալ եմ, որ ամեն հարցում նրբանկատ եք իմ հանդեպ, կոֆեն վայելեք, երբեմն, որ այսպիսի հազը սկսվում է, սիրելի հետևորդներ ջան, նաև ինչ-որտեղ կարողանում եմ տիրապետել ինձ, խորը շունչ եմ քաշում և ինչ-որտեղ էլ դա է ինձ օգնում, այսինքն մենք մեր ուղեղին կարող ենք այդպես տրամադրել, որ մեր ուղեղը այդպես մտածի, որ կարևոր պահերին մենք մեզ լավ զգանք։ Այդ մասին, այդ թեմայով նույնպես կարող եմ շատ խոսել, թե ինչպես կարող ենք մենք մեզ տրամադրել, որ հիվանդ տեղից շուտ առողջանանք և լավ զգանք։ Իսկ հիմա ավարտում եմ իմ վլոգը և ովքեր նոր են միացել իմ ալիքին, բարի գալուստ, Անուշկա վլոգ ալիքին, շնորհակալություն բոլորիդ ներկայությունը հաճելի է իմ ալիքում, իսկ ովքեր դիտում են իմ ալիքը և դեռ չեք հասցրել բաժանորդագրվել, սեղմեք պատպիսացակոճակը, լայքեք և իհարկե գրառումներ թողեք, որպեսզի մենք նույնպես ծանոթանանք և բոլորիս համար էլ լավ լինի։ Առայժմ, սիրելի հետևորդներ ջան, վաղը ջրօրհնելք է և պիտի գնանք եկեղեցի, չմոռանաք այցելել։ Պակա, պակա, պակա։